Իրանի նախագահը պաշտոնական այցով Ադրբեջանում է։ Մասուդ Փեզեշքյանին օդանավակայանում դիմավորել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետը։ Իրանի նախագահը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ, այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում։ Փեզեշքյանն ընդգծել է, որ Իրանի ներկայացուցիչների այցն ու մասնակցությունը բանակցություններին ուղղված են երկու երկրի միջև կապերի, միասնության եւ համախմբվածության ամրապնդմանը։ Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցության շուրջ։ Կողմերը շեշտել են, որ Ադրբեջանն ու Իրանը կողմ են, որ տարածաշրջանային խնդիրները լուծեն տարածաշրջանի երկրները։ Այս համատեքստում ընդգծվել է համագործակցության 3+3 ձևաչափի կարևորությունը։ Կողմերը ստորագրել են փոխըմբռնման 7 հուշագիր քաղաքական խորհրդակցությունների, տրանսպորտի, մշակութային փոխանակումների, առողջապահության, զանգվածային լրատվության եւ ներդրումների վերաբերյալ։ Այնուհետև նախագահները հանդես են եկել հայտարարություններով։ Իրանի նախագահը հայտարարել է, որ կշարունակեն զարգացնել հարաբերությունները։ Մենք շատ հարցերում կարող ենք սովորել միմյանց փորձից, մենք կարող ենք միասին լուծել մեր խնդիրները, ընդգծել է Փեզեշքյանը, հավելել. չենք կարող թույլ տալ, որ մեր միջև տարաձայնություններ սերմանվեն։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բրազիլական թերթերից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է Ուկրաինայի հետ բանակցությունների հեռանկարին։ Նա նշել է, որ դրանց համար նախ եւ առաջ անհրաժեշտ է, որ Կիևը չեղարկի Ռուսաստանի հետ բանակցությունների օրենսդրական արգելքը։ Լավրովի խոսքով Մոսկվայի համար անընդունելի է ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցությունը։ Համաձայնագրի գլխավոր կետերից մեկը պետք է լինի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունից հրաժարվելը եւ նրա չեզոք կարգավիճակի ամրագրումը, շեշտել է Լավրովը։ Նրա խոսքով Ռուսաստանին Ղրիմի, Սևաստոպոլի, Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի եւ Զապարոժեի շրջանների պատկանելիության միջազգային ճանաչումը հրամայական է։ Ռուսաստանի արտգործնախարարը որպես պայման է նշել նաեւ Ուկրաինայում ռուսերենի օգտագործումը սահմանափակող օրենքների չեղարկումը։ Կիևի բոլոր պարտավորությունները պետք է իրավականորեն ամրագրված լինեն, ունենան կատարման մեխանիզմներ եւ կրեն անժամկետ բնույթ, շեշտել է դիվանագետը։ Լավրովը հայտարարել է նաեւ, որ օրակարգում են Ուկրաինայի ապառազմականացման եւ ապազգայնականացման, պատժամիջոցների չեղարկման, դատական հայցերի եւ ձերբակալության օրդերների չեղարկման, ինչպես նաեւ արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների վերադարձի խնդիրները։ Վլադիմիր Պուտինը հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հրադադար է հայտարարել։ Հումանիտար նկատառումներով հաղթանակի 80-ամյակի օրերին մայիսի 8-ից մինչև մայիսի 11-ը բոլոր ռազմական գործողությունները կդադարեն։ Ուկրաինական կողմից հրադադարի խախտման դեպքում ռուսական ուժերը համարժեք եւ արդյունավետ պատասխան կտան, նշել են Կրեմլից։ Մոսկվան Կիևին կոչ է արել հետևել իր օրինակին եւ հրադադար հայտարարել հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Ուկրաինական կողմն արձագանքել է Կրեմլի հայտարարությանը։ Եթե Ռուսաստանն իսկապես խաղաղություն է ուզում, ապա պետք է անհապաղ դադարեցնի կրակը, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիյան։ Ինչու սպասել մինչև մայիսի 8-ը, եթե կրակը կարելի է դադարեցնել հիմա կամ ցանկացած այլ օր 30 օրով, դա կլինի իրական հրադադար, այլ ոչ թե պարզապես շքերթի համար, նշել է արտգործնախարարը։ Սիբիյան շեշտել է, որ Ուկրաինան պատրաստ է աջակցելու տևական, ամուր եւ ամբողջական հրադադարին։ Դա այն է, ինչ մենք առաջարկում ենք, հրադադար առնվազն 30 օրով, շեշտել է նա։ Սպիտակ տան մամուլի քարտուղարը նույնպես մեկնաբանել է Կրեմլի հայտարարությունը, շեշտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է տեսնել մշտական հրադադար Ուկրաինայում։ Քերոլայն Լևիթը լրագրողներին հայտնել է, որ Թրամփն ավելի ու ավելի է հիասթափվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուց։ Նրանք պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ պատերազմը դադարեցնելու համար։ Իսպանիայի եւ Պորտուգալիայի մի շարք շրջաններում, այդ թվում մայրաքաղաքներում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են։ Մադրիդի եւ Լիսաբոնի միջազգային օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը։ Էլեկտրամատակարարման խափանումներ են գրանցվել նաեւ Ֆրանսիայում, Անդորայում եւ Բելգիայում։ Իշխանությունները հետաքննում են զանգվածային էլեկտրաանջատումների պատճառները։ Իսպանիայի կիբերանվտանգության ազգային ինստիտուտը փորձում է պարզել, արդյոք անջատումը հաքերային հարձակման հետևանք է։ Իսպանիայում եւ Պորտուգալիայում կառավարությունների արտահերթ նիստեր են անցկացվել։ Իսպանական էլեկտրացանցերի օպերատորը հայտարարել է, որ աշխատում են էներգետիկ ընկերությունների հետ խնդիրը շտկելու համար։ Լրատվամիջոցները գրում են, որ խնդրի վերացման համար կարող է պահանջվել 1 շաբաթ։ Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների պատճառով խափանվել է հասարակական տրանսպորտի, լուսացույցերի եւ հեռախոսային ծառայությունների աշխատանքը։ Գրեթե ամբողջությամբ դադարեցվել է գնացքների երթևեկությունը։ Մերինե Ներսիսյան, լուրեր։